Բոլորովին գաղտնիք չի, որ որևէ երկրում ապրանքների գների ինքնարժեքի գնագոյացման մեջ էական նշանակություն ունի վառելիքաէներգետիկ համակարգը։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետությունում բենզինի գները այլևս հատեցին 500 դրամի սահմանները 1 լիտրի հաշվով։ Ռեգուլյար տեսակի բենզինը 500 դրամ արժի եւ պրեմիում տեսակի բենզինը 520 դրամ 1 լիտրը, դիզելային վառելիքը նույնպես թանկանում է։ Մենք որպես կառավարություն եւ դուք որպես լիազոր մարմին ինչ միջոցառումներ եք ձեռնարկում, որ 2 տասնյակից ավել տարիներ այս համակարգում որևէ փոփոխություն չեն կարողանում հաջողել։ Այսինքն երկու հայտնի ընկերություններ անընդհատ պսևդո մրցակցության պայմաններում, ձևական մրցակցության պայմաններում բերում են վառելիքը եւ նույն գները սահմանելով բոլոր բենզալուծականներում չեն թույլ տալի մրցակցություն ձևավորվի շուկայում։ Տպավորություն կա, որ ազատ մրցակցության պայմաններում ինչու՞մն է խնդիրը, թող կարողանան մրցակցել, բայց սա ընդհանրապես տպավորություն է։ Որովհետեւ համակարգը, որը աշխատում է այս պահին, դա ձևավորված է տարիների ընթացքում։ Եվ այդ ձևավորման ընթացքը դուք որպես լիազոր մարմին պետք է անպայման հատուկ լսումներով քննեք։ Օրինակ, եթե Միացյալ Նահանգներում նման խնդիր լիներ, հիմա ամբողջ սենատը զբաղված էր դրանով, ինչու՞մն է խնդիրը, որտեղ է գաղտնիքը, ինչու չեն կարողանում մրցակցություն ձևավորել այդ շուկայում, ինչու չեն կարողանում օրինակ Թուրքմենիայից կամ Ղազախստանից ներկրել վառելիք, Ռումինիայից ներկրել վառելիք, ինչու Ռուսաստանից մյուս ընկերությունները չեն կարողանում վառելիքը ներկրել։ Ուսումնասիրել եք երբևէ այդ շուկան եւ ինչ գործիքակազմ եք տեսնում, որ հնարավոր է այստեղ ի վերջո մրցակցություն կազմակերպել։ Այլապես բոլոր ապրանքների վրա այս գները ազդելու են։ Շնորհակալություն։ Անգելի պարոն Բագրատյան, գիտեք, որ միջազգային շուկայում էլ 2020 թվականի մայիսին բենզինի գները դարձան, նավթի գները դարձան բացասական, իսկ հիմա դրանք ավելի բարձր են, քան $85 մի բարելի համար, որը իհարկե նաև միջազգային շուկաներում կտրուկ գնային փոփոխություններ է առաջացրել։ Գիտեք, Չինաստանի անշարժ գույքային ճգնաժամը, ինչպես նաև միջազգային մատակարարման շղթաների խզվելը եւ էներգետիկ ճգնաժամը, նաև գազի գների, ասենք, ֆանտաստիկ բարձր լինելը հանգեցնելու են նրան, որ այնուամենայնիվ անխուսափելի է էներգակիրների գնի աճը, ասենք 100%-ով էներգակիրներ ներմուծող Հայաստանի համար, չհաշված վերականգնվող ռեսուրսները, որ մենք ունենք Հայաստանում։ Այս առումով իհարկե պետք է պատրաստ լինենք տնտեսությունը ձևափոխել այնպես, որ բարձր էներգակիրների պայմաններում մեր մրցունակությունը չընկնի։ Բայց ձեր հարցը ես հասկանում եմ ավելի մասնավոր է, վերաբերում է հենց բենզինի շուկային։ Այստեղ իհարկե գիտեք, որ մեկի մասին գիտեք, բայց ես ասեմ, որ կան նաև այլ ընկերություններ, ովքեր մանրածախ բենզինի շուկային մուտք գործելու եւ մյուս տարի մենք արդեն կտեսնենք նոր որակի բենզալացականների մուտքը Հայաստան եւ դա կլինի ամերիկյան բրենդ, որը թույլ է տալու, որպեսզի մենք կարողանանք այս ստեղծված միջավայրը փոխել։ Տեսեք, այն բենզալացականները, որոնք աշխատում են հիմա, դա հին մեխանիզմով աշխատող, հին մեթոդներով աշխատող բենզալացականներ են, իսկ նոր խոսքը դա կամ աշխարհում ընդունված ստանդարտը, դա ինքնասպասարկումով աշխատող բենզալացականներն են, որոնք թույլ են տալիս, որ բենզինի գներն են ավելի ցածր, քան այն մոդելը, որ հիմա աշխատում է, եւ մենք ակնկալում ենք, որ մյուս տարվա այս ինտերվենցիաների արդյունքում բենզինի մանրածախ գինը ոչ թե մեծածախ գնից կտարբերվի 15-20%-ով, այլ 2-3%-ով։ Բիզնես մոդելը այդպես է աշխատում եւ դրա արդյունքում, եթե մյուս բոլոր հավասար պայմանների պարագայում մենք մոտավորապես 12-13% բենզինի գների նվազեցում կնենք, բայց խնդիրը ոչ միայն Հայաստանի ներսում է, այլ նաեւ լոգիստիկ գծերի մեջ, ինչպես նաև
Վրաստանում ավելի շատ Վրաստանի տրանսպորտային համակարգի հետ կապված խնդիրներ։ Էլի ուզում եք բան անենք, այս հարցը քանի որ ՏՄՊՊ-ի ղեկավարն էլ է այստեղ Գեգամը Գևորգյան, ավելի հանգամանորեն կարող ենք պարոն Գևորգյանի հետ քննարկել, հիմա որովհետև ինքը շատ բյուջե է։ Եթե արձագանքում եք, խնդրեմ, պարոն Բագրատյան։ Շնորհակալություն, իհարկե ՏՄՊՊ-ի հետ քննարկենք գերիշխող դիրքի հնարավոր իջեցման հետ կապված ինչպիսի լուծումներ կան, բայց կոնկրետ էկոնոմիկայի նախարարի հետ քննարկենք էկոնոմիկային առնչվող կարևորագույն այս ոլորտը, որովհետև տեսեք մենք ինչ հնարավորություն ունենք, մենք ուզում ենք տնտեսությունը դիվերսիֆիկացնենք, բայց ինչ ունենք էներգետիկ համակարգում։ Ունենք բնական մոնոպոլիա գազի ոլորտում, ունենք բնական մոնոպոլիա էլեկտրականության ոլորտում եւ չգիտես ինչի նաեւ բնական մոնոպոլիային շատ մոտ մոնոպոլիա ու գերիշխող դիրք անունը դնենք բենզինի դիզվառելիքի մի շուկաներում։ Եվ եթե մենք ուշադիր նայենք, կտեսնենք, որ այս բոլոր համակարգերը կապված են մեկ երկրի հետ։ Եվ եթե մենք չենք կարողանում առնվազն վառելիքը գոնե այլ երկրներից էլ ներկրել, մանրածախի մասին չի խոսքը, մանրածախը 5% կամ 7% աճից իջացրեց 3% էական նշանակություն չի ունենալու։ Խնդիրը մեծածախի մեջ է եւ ինչպես դուք նշեցիք, լոգիստիկայի մեջ է։ Լոգիստիկ նրբություններ կան, որոնք կարծում եմ դուք տիրապետում եք, որի արդյունքում մենք մրցակցություն չենք կարողանում ապահովել։ Իմ առաջարկն է, որ մենք առաջիկայում հատուկ լսումներ կազմակերպենք այս համակարգերը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար։ Շնորհակալություն։ Ձեր առաջարկը երկու ձեռքով կողմեմ եւ կազմակերպենք անպայման, իսկ բանի վերաբերյալ մի երկրի վերաբերյալ համաձայն չեմ, որովհետեւ Իրանից էլ արդեն մեծ քանակի վառելիք ներմուծվում եւ ինչպես ասեցի, արդեն շուտով ամերիկյան ընկերությունների ներկայացություններ կլինեն Հայաստանում։ Շնորհակալ։ Վերջին